Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, սիրելիներս, այսօր օրը կիրակի, պայծառ, անուշ, արևոտ, գեղեցիկ օր է, տեսնում եք, արև, անուշ, իսկական գարնան գեղեցիկ օր, ես ձեզ ցանկանում եմ, թող Աստված տա ձեզ այն ամենը, ինչ հնարավոր չէ գնել փողով, դա առողջությունն է, սերն ու երջանկությունը, սիրելիներս, եղեք միշտ երջանիկ և առողջ, սիրելիներս, ահա տեսեք ինչ լավ գործի եմ, ամուսինս աքաղաղ է մորթել, բերել է, ես էլ դրել եմ պատշգամբը, մաքրում եմ և հիշողությունները սահեցին աչքիս առջևից, մեր կյանքից անվերադարձ հեռացող օրերը, որոնք էլ երբեք հետ չենք բերելու, ուղղակի երանի տալով ապրելու ենք և մաքրում եմ ու հիշում, որ հավե ենք մորթում, բմբուլները մաքրում, ծայրի կոշտուկները մաքրում, լվանում, փռում չորանալու և բարձ էինք կարում, հիշում եմ ամեն ինչ, ձեզ էլ ինձ հետ հիշեցնում եմ, սիրելիներս, հավի կմաքրեմ, ամեն ինչը կտեղավորեմ, կեփեմ, որդիս և բանջար է բերել թարմը, մեզ մոտ ասեցի չէ, շուկա կա, հայկական շուկա է, բուխտա է կոչվում, թարմը կանաչի, լավաշ և բանջար է բերել, մաքրեմ, լվանամ, միասին պատրաստենք, ես սիրում եմ հավ մաքրել, ձուկ մաքրել, խանձրել, ամեն գործողությունն սիրում եմ հավի հետ, թե ձկան հետ կապված, կմաքրեմ, լավ կխանձրեմ, ուղղակի շատ եռման է ջուրը, ասեմ, որ շատ երեխաներին խփում էր, չէին կարում հավաբուն գնային, դրա համար ասեցի մեզ խփան հավին, աքլահորին մորթի բեր, հիմա կմաքրեմ և մի քիչ էլ ձեզ հետ կզրույցեմ, ունենք հավ, հավեր, տեսականի 40 հատից ավել ունենք, նախանցած տարի գնացել ենք թոռնիկիս ծննդյան օրն էր, աղջկաս տուն, մինչև եկանք շունը մտել էր, մեր կողքի հարևանը չէին կարողացել հավերի շանտ ձեռքից հավերին ազատեին, լրիվ քրքրել էին, 14-15 հատ հավ, ոյ, լավ ածում էին, բայց այս տարի ձմռանը չէին ածում, նոր սկսել են ածել, մի գեղեցիկ օր էլ կտանեմ ձեզ մեր հավաբունը, ասեմ, որ մեր հավաբունը, սիրելիներս, գիտեք հիները, որ գտնվում է առանձին տեղ մեր ավտոտնակի մոտ, իմ նոր բաժանորդներ ջան, հարազատներ ջան, մենք տուն ենք կառուցում, կտանեմ այնտեղ էլ ցույց կտամ մեր հողամասը, դե իհարկե մեր սացինները տանենք սացիլելու, ցանելու, միասին գնալու ենք, միասին անելու ենք և դուք կտեսնեք, մեր հողամասում չի հավաբունը, այլ ավտոտնակի մոտ հավաբուն, սառայ, ավելորդ սառայում դնում ենք մեր տարաները, ավելորդ վեշերը, այս գարնանը մի քիչ էլ չորանա, պետք է գնանք դասավորենք, փոքր սառայ է, ամեն ինչ կա, խառը, էլ տարաներ, էլ ամաններ, էլ ավելորդ իրերը, մի խոսքով այնտեղ ենք դնում, և հավաբունը և ձմեռային է և ամառային, ամառը ցանկապատել ենք, հանում ենք դուրս, ման ենք գալիս, հիմա հանում ենք արդեն, տաք է եղանակը, հանել ենք դուրս, սկսել են ածել, մի ժամանակ օրը 20 հատ, 18 հատ, 16 հատ ածում էին, այս
մեր նոր հավերն էլ են սկսել ածել, համ թուղթ դրեցինք 2 անգամ, շատ լավ դուրս եկան, 13-ը դրինք, 11-ը դուրս եկան, հիմա սա փիտուրներից մաքրեմ, հետո կադրից դուրս փիտուրներից մաքրեմ կհան մաքրեցի փիտուրներից, խանձրել եմ, ոնց որ մեր մեծերը ասում էին, հավը խանձրենք, լցրել եմ սառը ջուրը, լավ լվացրել եմ, լցրել եմ սառը հոսող ջրի տակ, թող մի քիչ մնա կդնեմ եփվելու, բրնձով սուպ եմ անելու, բայց տնական հավը չեն ուտի, որ երեխաները հարսես որդիս չեն ուտում, իրենց պահածն է, ոնց որ խղճահարվել, ոչ մորթելն են տեսել, ոչ բերելը, ոչ մաքրելը, սիրելիներս, այս ձև երեխաներ են, չեն ուտում, հո չեմ ստիպի։ Արդեն եփել եմ, ջուրը քամել եմ, տեսեք ինչ յուղոտ է, հիմա բրինձը լցնեմ և պատրաստեմ սուպ։ Պատրաստ է արդեն տնական աքլերով պատրաստված սուպը, ստացվեց յուղալի, համեղ, ընտիր սուպ, ոչ մի գրամ կարագ չեմ դրել, իսկ հիմա թարմը բանջարը պետք է պատրաստ Այդ նույն շուկայից, բուխտայից որդիս գնել է նաև լավաշ, շատ ծաղիկ, անուշ լավաշ է, բավականին էլ երկար է լավաշը, ես ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ այդ բուխտայում հայկական ամեն ինչ կա, մրգեղեն, բանջարեղեն, ամեն ինչ, ես հիմա չեմ թռչի, բանջարն էլ կպատրաստեմ, ամեն ինչը վերջում կթռչեմ, մերոնք սիրում են թարմը թռչեմ, կիսա փափուկ, կիսա չոր, նոր ուտեն, ես էլ այդ ժամանակ բոլոր գործերը կվերջացնեմ, կթռչենք բանջարը երբ որ պատրաստ Իսկ հիմա հարգելի հետևորդներ ջան, մաքրում եմ բանջարը, 3 տեսակ է բանջարը, ջնջղամպաշար է, սինձ է և կնորա, հարգելիներս, մեզ մոտ այդպես ենք անվանում այս բանջարին, կարող է ուրիշ մարզերում ուրիշ անվանում են տալիս, ինձ թվում է անցած տարվանն է, բայց թարմ է, տեսեք, լավ թարմ է, կմաքրեմ, կլվանամ, յուղով, ձվով կտապակեմ, լավաշով կուտենք, ինձ թվում է այս տարվա թարմը բանջարը դեռ Մոսկվա չի հազար, լավ լվացել եմ, դրել եմ ջրքանվել է, ջուրն էլ եռա, լցնեմ աղը և խաշեմ բանջարը, խաշեցի, լցրել եմ ջրքանվի, որպեսզի յուղեմ, այդ ընթացքում գնանք տեսնենք մեր սածիլները ինչ վիճակում են հարգելին, հələ եղանակին տեսեք ինչ անուշ եղանակ է, արև, անգամ շոգ, հիմա սիրելիներս, մինչ բանջարը կքանվի, որպեսզի յուղեմ, ցույց եմ տալիս սածիլները, տեսեք, պղպեղներն են ինչքան լավ աճել են, մեծացել, արդեն մի 2-3 օրից կսկսեմ պիծիռովկա անելը, այստեղ սմբուկներն են, տեսնում եք, սրանք էլ են լավ աճել, սա պղպեղներն է, խնդրեմ, բոլորն էլ լավ աճել են, այստեղ արդեն լոլիկների սերմերն են, լոլիկները ուշ են սկսում աճել և ուշ էլ ծլում են, ուշ էլ ցանել եմ, սա էլ պղպեղներն են, արդեն աճում են, խնդրեմ, սա էլ ծաղիկներն է, որ մեր տանը կա, Հայաստանից, հիշում եք, հարսս բերել էր, հիմա ցույց կտամ, թե որ ծաղիկներից եմ ցանել, 4 ծաղիկներ են, սա էլ էսպես, հիմա գնամ և արդեն ջրքանված կլինի, խնդրեմ, լավ ջրքանվել է, առատ յուղի մեջ տապակել եմ ձվով բանջարը, հիմա վերցնում եմ թարմը թռչած հայկական լավաշը, մեջը դնում եմ թարմը տապակած հայկական մեր բանջարը, ջնջղամպաշարը, դուռում եմ անում այսպես, հայկական արտաշատցիների ձևով,
Ահա, փորձում եմ, շատ համեղ է, թե լավաշը, թե թարմը բանջարը, իսկական բանջարը սա է, առաջին անգամ, որ տապակես ուտես, ջնջղան պաշարը, ափսոս սիրելիներս, չեմ կարող համը ձեզ փոխանցել, թե լավաշի, թե բանջարի, ընտիր է, այդ շուկայում նաև հայկական խնձոր են վաճառում, աշտարակի գոլդենը, սիրելիներս, կարող եք օգտվել, ես գովազ չեմ անում, ուղղակի ձեզ եմ տեղեկացնում, մի պահ բանջար ուտելուց գնացի հայրական տուն, մայրիկս բանջար էր բերել, եփել էր, պատրաստել էր, հայրս ներս մտավ և ասեց, օ, սա նուբար է, առաջին անգամ բանջարը, որ ուտում ես, նուբար է, պետք է գումար տաս, և մայրիկիս գումար տվեց, գնացի նորից հիշողությունների գիրկը և անվերադարձ հիշեցի մեր լավ երանելի օրերը, այդ հիշողություններով էլ ապրում ենք, իսկ հիմա ցույց տամ ծաղիկներ, սիրելիներս, այս 4 ծաղիկներից եմ ցանել, ինձ մոտ էլ այս գույներն են, անգամ դեղին գույն էլ կա, այս գեղեցիկ ծաղիկների տեսարանով էլ ձեզ մաղթում եմ առողջություն և քաղցր հիշողություններ, ցտեսություն, մինչ նոր հանդիպում, իմ շատ սիրելի հարազատ դարձած հետևորդներ ջան: